Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակում ենք մեր հերթական հաղորդումը։ Մինչ բուն հաղորդման անցնելը կխնդրեմ ձեզ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ, դրեք լայք, ինչպես նաև կարող եք կիսվել ձեր ընկերների եւ ձեր բարեկամների հետ։ Կարող եք կիսվել նաև բարձր դասանի երեխաների եւ ուսանողների հետ, քանի որ իմ հաղորդումը զարգացնում է վերլուծելու եւ տրամաբանելու ունակությունը։ Հաղորդում ինչպես միշտ կազմված է 3 մասից՝ Հայաստան, միջազգային եւ պատմական։ Այսօր կսկսենք առաջինը կրկին անգամ ոչ ուրախությամբ Հայաստանի հիմարություններից, քանի որ եթե քաղաքական մարդիկ արդեն քաղաքական էշություններին անցել են, սկսել են խուժանություն անելը։ Խոսքս վերաբերվում է Արթուր Չախոյանի ցուցադրական ծեծին Թաղապետարանում։ Ուրեմն թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյան, նոր-նորքի թաղապետ, Թաղապետարանում հավաքված մարդկանց խմբով ուղղակի սադրում են, երևում է վիդեոյի մեջ, սադրում են ու սկսում են ծեծել ամեն մեկը համարելով, որ ինքը պետք է խփի թաղապետ անգնում հայոյանքով եւ այլն։ Ուրեմն այդտեղով կա, որ փորձում է ծեծի, դուք տղամարդ չեք, ամեն շալվար հագնող տղամարդ չի, որովհետեւ տղամարդը այն տղեն է, ով որ մի հատ իր ասացի դիմաց, եթե բան արը, շատ չնայած Չախոյանը պատասխանեց արժանվում, վատ բան ասաց, վատ տղես, ասաց վատ տղեն դու ես ու սկսեցին խփել։ Պարզ է, երևում է կադրի մեջ։ Եթե դու տղա ես շատ ասացին մի հատ խփես ու հերիքա, ոչ թե ղզիկի նման 30 հոգով մի հոգու տեր։ Դուք բոլորդ չծառայած, եթե ծառայել եք զիբիլ ուտող շներեք, ես կարամ այդ ասեմ ձեզ։ Որովհետև այս երկրում, եթե դուք անցել եք իշխանությանը հանդուրժում եք Նիկոլ Փաշինյանին իրենք է ձեզ, ուրեմն դուք տղամարդ կոչվելու իրավունք չունեք, այդ շալվարներդ հանեք, գցեք։ Ձեր տան ընտանիքի անդամները պետք է ամաչեն ձեր համար։ Իմիջիալոց ով փողոցը տեսնի սրանց, նոր-նորքի ժողովուրդ, ասեք, սրանք ընդհանրապես տղամարդ չեն։ 20-30 հոգով մի հոգուն ծեծելը սա տղամարդկություն չի։ Սա փնթիություն է, սա ղզիկություն է։ Վերջ։ Ես հիմա կասեմ Քոչարի կուսակցության դիրքորոշումը, որը հենց այս հարցի նա վերաբերվում, հետո կշարունակեմ։ Ուրեմն բառացի կարդում եմ Քոչարի կուսակցության դիրքորոշումը այս հարցում։ Քաղաքացիական կուսակցության անունից 2025 թիվ ապրիլի 30 Քոչարի կուսակցությունը խստորեն դատապարտում է նոր-նորքի վարչական շրջանի ղեկավարի մասնակցությամբ տեղի ունեցած բռնության ակտը ուղղված քաղաքացիական ակտիվիստ Արթուր Չախոյանի նկատմամբ։ Հիշեցնում ենք, որ համայնքային ղեկավարները եւ թաղապետարանների աշխատակիցները գործում են բացարձակապես հանրային միջոցների հաշվին, վճարվելով մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հարկերից, նման պաշտոնյաների կողմից ցանկացած բռնություն, լինի դա ուղղված բլոգերի, լրագրողի, թե շարքային քաղաքացու նկատմամբ, ոչ միայն իրավական, այլև բարոյական խախտում է պետական իշխանության ծառայողական պարտականությունների կոպիտ չարաշահում, մեր հասարակության առողջ զարգացման նախապայմանը քաղաքացիական ազատությունների հարգումն է, հատկապես անհանդուրժելի է, երբ մի վարչական միավորի ղեկավար թիրախավորում է բռնության է ենթարկում իրեն քննադատող քաղաքացուն, փորձելով վախեցնել եւ լրացնել, սա ուղիղ սպառնալիք է ժողովրդավարական արժեքներին։ Քոչարի կուսակցությունը պահանջում է անհապաղ եւ ամբողջական հետաքննության միջադեպի վերաբերյալ մեղավոր պաշտոնյայի պատասխանատվության ենթարկում անկախ զբաղեցրած պաշտոնից, երրորդ կառավարության հստակ դիրքորոշում եւ զրո հանդուրժողականություն պաշտոնյաների կողմից ցանկացած բռնության դեպքերի նկատմամբ։ Մենք կանգնած ենք յուրաքանչյուր քաղաքացու կողքին, ով խաղաղ ճանապարհով բարձրաձայնում է իր ձայնը, իշա արդարության եւ հանրային վերահսկողության։ Քոչարի կուսակցություն հանուն արժանապատիվ պետության եւ ժողովրդի իշխանության։ Սա Քոչարի կուսակցության պաշտոնական դիրքորոշումն է։ Ես ասում եմ իմ դիրքորոշումը։ Տիգրան Ավինյան, ջհուդ, որ քեզ սատկացնում է լֆիկը, հա? Ես ուզում եմ ասել, լֆիկին եմ դիմում, որ լավ չի սատկացրել քեզ։ Այ որ մի երկու հատ է լավ պոչուկի տար, այդ ղզիկ վիճակիցը դուրս կգայր ու կտեսներ, որ ցանկացած քննադատողի չեն ծեծում։ Օրինակ ես օրինակ բերել
գոյություն ունի ռեսո, եթե չեմ սխալվում, ռեսոյի ռենկոյի ապահովագրական, որը գտնվում էր մեր տան մոտ եւ նրա այդ օդափոխիչի վենտիլատորները բարձր ձայն էին անում։ Ես խնդրեցի ռենկոյին մի քիչ կամուկած արեցին, որտեղ հսկայական փող է, զանգեցի թաղապետան, թաղապետի տեղակալ եւ մյուսները ասացին մի քանի օրվա ընթացքում հարցը կլուծվի։ Թե ռենկոն է տեսավ, որ զանգել եմ ինքը արագացրեց, որ թաղապետանը չկա, համենայն դեպս թաղապետանը շատ հանգիստ ինձ պատասխանեց, հարցը լուծվեց։ Ես այդ մասին ասել եմ շնորհակալություն Արաբկիրի թաղապետանին։ Հիմա հարց եմ տալիս, այդ նույն բանն է, ոնց որ ես զանգեմ ասեմ, այդ ձեն է գալիս, որտեվ ամբողջ այդ կողքի շենքերը սիթի միթի բողոքում էին, կատվի ձեն էր գալիս, ֆուգան ոնց որ աղարտան մեջ 24 ժամ։ Թաղապետանի աշխատողները կանչեն ինձ, ասեն արի տեսնենք ով ես ու սկսեն ծեծել։ Էտա ձևը, հա։ Մարդը հարկ է վճարում, ամբողջ հանրապետությունը հարկ է վճարում, որ թաղապետանները աշխատեն, հա։ Թաղապետանները աշխատեն, թաղապետը իրենից դավոլն է իր եռանկյունի գլխով, որը հատուկ է անուղեղ մարդկանց վերևը նեղտեն ներքևը լեն, մարդուն ծեծում ու նստած ճպտում, հա, ու դրա հանդեպ տիկին Աննա Վարդապետյան Քննչական կոմիտե, պարոն, այս անուն ազգանունը գրել եմ, որ էլի դիմում ունեմ ձեզ։ Պարոն Արթուր, քննչականի պետ։ Այ աստվածաշնչական բան եմ գրել։ Արթուր Պողոսյան, քննչականի ղեկավար։ Ոնց եք նայում այս հարցին, հարգելիներս։ Ոնց եք նայում։ Ինչի՞ չեք բռնում թաղապետին։ Այս ինչ բանա կամերաների դեմը ծեծում է, ինքը գիտի որ նկարվում է հիացած իրանից դավոլնի, ինքն է հաստատվում է 20-30 հոգով ծեծում են այդ փնթիների հավաքը ու ինքն է հաստատվում եք։ Դուք չեք հասկանում որ ձեզ հերթական են մի դեղանողի նման են որ դեղ բան կար, փող թաղապետ կար, որ նասկիով խորոված էր ուտում, որ դեղը փողոցից վերցրել շպրիսները դրել էր, իբր փողոցից էր վերցրել գրպանը, հանեք գցիկ, չեք զգում որ դուք հաջորդն եք։ Ու հելնելու եք այս խոսքերը հիշի, թաղապետ Տիգրան Տեր-Մելիքյան, տես չես հանելու են քցես, սա քո հիմարության բանն է։ Սա քո հիմարությունն է, փոխանակ դու խաղաղեցներ եւ ընդհանրապես չթողեր, դու շախ տվեցիր, որ այդ տղուն ծեծեն։ Ծեծելով ինքնահաստատվում ես, որ ծեծիր դառար լավ տղա։ Հիշի իշխանությունը փոխվում է լավ տղի պատմությունը, նայեք ձեր Արտուշ Գաբրելյանին, Արտյուշ Գաբրելյանը, որը Քոչանի ներողություն բոլոր իշխանությունների հլուհնազանդներ, իսկ Նիկոլի ընդհանրապես սրտի դատավորներ, բոլորին դատեց, հիմա ինչի մեջ է մեղադրվում, կոռուպցիայի եւ մի շարք հարցերի մեջ ու տանելու են փագեն եւ ինչպես միշտ սատանայի advocat դիավոլը հայտնվում է Ալեքսանդր Կոչուբաևը, ազգությունը անհայտ, ջհուդ եւ այլն, իսկ Ալեքսանդր Կոչուբաևին հարց են տալիս Տիկին Աննա Վարդապետյան, հիմա դուք եք չէ դատախազը, ներկայացնող գլխավոր դատախազը դուք եք, բողոքը Կոչուբաևն ասեց, ամենայն դեպս իմ խոսքը չէ, վիդեոն նայեք, չեք նայում այդ Կոչուբաևի հակուկապին, նրա մեջ կոռուպցիոն հետք չկա, հա, 6500 եվրո միայն պիջակն է, նայել եք դուք, 450-500 եվրո փողկապն է, 150 եվրո թաշկինակն է, ես որպես հագուստի մասնագետ վարկանական նայեցի, ասեցի նույնիսկ կտորները կարամ ասեմ, երկու բորտանի իրար տարբեր կողմից փաթաթվող պիջակը, հələ վերնաշապիկի ու մնացածի մասին չեմ խոսում, վրան 10,000 եվրոյի շոր կա, բայց կոռուպցիա չի, ոնց եք դուք հայտարարագիր լրացրել, Կոչուբաևը, քանի միլիոն հայտարարագիր է լրացնում եւ շորի բաժնում ինչքան է լրացնում։ Հա, ակնոցների մասին չեմ ասում, քանի 1000 եվրոյ է։ Բացեք։ Բա ամեն ինչ արեք օրենքով, ձեզ էլի դիմելու բան ունեմ։ Այսօր ձեր դատական օրգանները դատախազությունը եւ քննչականը խայտարակ իրավիճակում են։ Խայտարակ գնալով ավելի խայտարակ են դառնում։ Ես չեմ զարմանա, որ վաղը միսօր ինչ ասեմ, մտնեն մարդկանց տան մեջ, տները թալանեն ու այդ թալանված մարդուն տանեն որպես մեղավոր, բռնեն ոնց որ հիմա Արթուր Չախոյանին։ Փոխանակ Արթուր Չախոյանին ազատ բանանեն, Արթուր Չախոյանին ուզում են ձերբակալեն, թե ձերբակալել են արդեն։ Տարբեր լուրեր է գալիս։ Դուժող կողմին համ ծեծում են, համ ձերբակալում։ Համ Արթուր Չախոյանի նման հազարավոր քաղաքացիների փողը վերցնում են, գնում ասում ես աշխատի, այդ նույն բանն է, ծեծում են։ Այդ նույն բանն է, ոնց որ մատուցողը օբյեկտում աշխատի, օբյեկտա տերը գասի, գիտես ինչ կա, տղա ջան, աղջիկ ջան, պարոն, տիկին, օրիորդ եւ այլն։ Այս գործը լավ չէ սա, մի քիչ արագ արա, բռնի այս մատուցողը, բռնի տիրոջը ծեծի։ Ծեծասի դու ով ես Սարա, փող ես տվել, ինչ անենք փող ես տվել, դնի ծեծի ու տիրոջը բռնեն տանեն բերտ, տենց էլ լումա չի լում Հայաստանում, միշտ հակառակն ալնում։ Այդ ձեր դրած ձևն է, որ ծեծողը դուք եք, հաղթողը դուք եք։
Սենց Էս դեռ էսքանը։ Հիմա անցնենք մյուս հարցին, որը ներկայացնելու եմ ձեզ մեր կուսակցության ղեկավար Արտակ Սարգսյանի գործով։ Արտակ Սարգսյանի փաստաբան են Շահմանդարյանը։ Շահմանդարյանը հիշում ես, չէ՞, որ ասեց այդ ասածը խոսքերը մի օր դեմը տա գալու, չէ՞։ Է որ Արտակին ասել, հələ դեմը չի եկի, էլի ա գալու դեմը։ Այդքան վիզեր դնում, որ Արտակին նստացներ, ոչ մի բան չգտար, վերևից քեզ սեղմում են Նիկոլենք, քեզ հանին գցին դուս, օգտագործի շպրտին դուս։ Սա էսա, դա տանում է փորձում իր ասել, որ ես քո անձնական տարածք եմ մտել, թե որտից եմ մտել, հայտնի չի։ Հիմա ասենք քո հարցին։ Արտակ Եղականջի, հիմա բերը փոխել են Գոր Դավթյանով։ Նոր քննիչ, Գոր Դավթյան, Արտակին այդ մարդը ինչա պահանջում ձեզանից։ Պահանջում է իր ID քարտը, որովհետև կուսակցություն ունի գրանցման եւ իրեն պետք է տարբեր տեղ, այդ մարդը պահանջում է իր պրավան, որ մեքենա վարի, պահանջում է իր բանկային քարտերը, որ այդ մարդուն դրսից փողերը փակել եք, հա, դրսից եկող փողերը բոլորը փակել եք, ներսի փողերն էլ չեք տալիս քարտերը, մարդը իր փողերից օգտվի։ Մարդը ուզում է հայտարարագրվի, ոչ թե հայտարարագրելուն ընդհանուր դեմ է, բայց քանի որ կուսակցություն ունի, պիտի հայտարարագրվի։ Չի կարա, բայց մարդուց համ ուզում եք հարկերը ստանաք, համ ուզում եք այդ համ փողերը փակում եք։ Գլխին զենք եք ուզում ջարդեք, չստացվավ։ Հիմա հետաձգել ես անորոշ ժամանակով իբր, որ անորոշ ժամանակով ես հետաձգել, մինչև պարզես հանգամանքները, էլի կրկին անգամ դիմում ես քննչականի նախագահ Արթուր Պողոսյան, պարոն Պողոսյան, ես ինչ խայտարակություն է։ Ինչ խայտարակություն է, մարդը մի տարյա բրասլետով է, մի տարյա բրասլետով չի։ Ահա ժամանակ տնային կալանք, սկզբում ձերբակալել էին, հետո տնային կալանք, հետո բրասլետը չեն հանում, հիմա անորոշ ժամանակով ինչ հետաքններ զենքը վրան չջարդիկ, էլ ինչ հետաքններ։ Էլ ինչ նոր բաներ պետք է գտնեք վրան։ Չեք կարողացել, մի տարյա չեք գտել ձեր ասած զենքը ջարդեք վրան։ Էլ ինչ պիտի նոր անեք, ատոմային զենք գտնեք Արտակի գրպանից, հա։ Են Փչան Թոդորոսի նման։ Փչան Թոդորոսի պատմությունն է, տեսնենք գրպանի մեջ ատոմային զենք կա, թե չկա, հա։ Տիկին Վարդապետյան, այս քննչական կոմիտեն էս խա սենց աշխատում։ Խնդրում եմ, մի հատ տիրություն արեք այս հարցերի։ Հաջորդը ինչի մասին եմ ուզում ասել։ Գոր Դավթյան, նախ հիշի, որ Շահմանդարյանի տեղն ես դու, նույն կյանքին էլ դու ես կոչվելու։ Հələ քո վրա հələ չեկած արդեն գործեր կա թերթերում տպած հեսա կցետեմ։ Իսկ պարոն Արթուր Պողոսյան, հիշեք, որ դուք եկել եք Քյարամյանի տեղը, Նիկոլի Սիրելի։ Եվ մի օր էլ ձեզ են այտենց Քյարամյանի պես անելու։ Գորեմիչի ճանաչար եղեք, տեսեք, բոլորդ Մասիս Մելքոնյան, եթե չեմ սխալվում, Մասիս Մելքոնյան դատավորին քննադատում եք, եսեն, Մասիս Մելքոնյանը բավական անաչար դատեր անում։ Ես արդեն ոչ միայն Արտակի համար եմ ասում, երկրորդ դատն եմ տեսել, որի համար վերցրել էին, փորձել էին եւս մի մարդ, որը ընդդիմացել է Նիկոլին, տվել էին Մասիս Մելքոնյանը չգտնելով որևէ անունը մոռացա, չգտնելով որևէ իրական պատճառ այդ մարդուն բաներ արել, ասել էր, չէ, իրական չի, ես մարդուն մի դատեք, չէր դատել։ Այսինքն կան դատավորներ, որոնք գիտեք ոնց է, ինչպես ասում է Դանթեն, ասում եմ, ամենադժվար տեղում, խավարան տեղում գտնվում են ուսուցիչները, որ ճակատագիր են խորտակում դատավորները, իրավաբան դատախազ եւ այլն, եւ ովքեր մեկ էլ բժիշկները։ Հիմա Մասիս Մելքոնյան այս հարցի մեջ միջին տեղ է գրավում, ինքը իր տեղը հասկանում է։ Իսկ այն ով որ կուրորեն նվիրվում է իշխանության առանց որևէ բանի, դրանց իշխանություն միշտ օգտագործում գցում է։ Արգիշտի Քյարամյանից լավ քիփ Նիկոլի համար չլնեք։ Ոչ մեկը Շահմանդարյանից լավ քիփ Նիկոլի համար չլնեք։ Մտածեք այս ուղղությամբ, վերադարձրեք թղթերը, որտեղ բողոք եք ներկայացնելու, իմաստը ո՞րն է ձեր։ Ընդհանրապես պիտի բացառք հայտնեն, որ այսպիսի աշխատողներ կան, կամ ամբողջ մարմինը պիտի փոխվի, պիտի տրվի ուրիշ քննչական մարմնի։ Այսպես չի կարող լինել, հարգելիներս։ Գոր Դավթյան, ձեր վրայով գրած է արդեն թերթում, որ դուք, որ դատում եք ով ընդդիմանում է Նիկոլին, դուք ոչ մի հայտարարագիր չեք հայտարարել, ոչ մի բան չեք հայտարարագրել, բայց նույնիսկ մենակ եք ապրում, ոչ տուն ունեք, ոչ եղած, բայց հայտնել են, որ դուք Գյումրիում տուն ունեք, 12 հոգով էլ ապրում եք։ Այդ տանը ինչով են սնվում, X 6 միլիոն դրամ փող եք ստանում, բայց 3 հատ մեքենա ունեք, վերջինը նոր եք առել 3 միլիոն դրամով։ Այդ 12 հոգին հատ չեն ուտում, 12 հոգի, ժողովուրդ ջան, 12 հոգի։ Միջին զամբյուղ ինչքան է նվազագույն 60,000 դրամ, 60 անգամ 12 ինչ անում, 720,000 ամիսը, տարին ստանում եք 6 միլիոն։
6 միլիոն 200,000 ինչքան է, 720 անգամ 12 ինչ անում, 8 միլիոն, ոնց եք դուք պահում, որ կարողանում եք 3 միլիոնանոց է մեքենա գնել, 3 հատ է մեքենա պահել։ Շնորհակալություն, սա դեռ սկզբնական մասը թերթից։ Թերթերի մեջ տպածած էր մասը, ես չեմ հորում։ Այնպես որ նայեք, հիշեք, որ միջ ձեզ որ մի գործ տալիս են, ձեզ արդեն քավության նոխասը փաթաթում են ձեր վզին։ Այսքանը այս հարցի վերաբերյալ։ Հիմա անցնենք հաջորդ հարցին։ Ուրեմն Աննա Նիկոլիկը, ջհուդիկը, ոչիլիկը, աղվես սատկացնողը, դեմից հոտը քաշում աղվեսներին, սա Հայաստանի սատկացնում է, սրանք 6 ամիս է մնան Հայաստանում աղվեսին են, որ ասում է գիշերը սև աղվես ման չենք կարալու գամ։ Մտել է եղել, ներողություն, Եռաբլուրում երկու զոհված երեխայի ծնողին, երկու երեխա ունի զոհված, այդպես լսեցի ձայնագրության մեջ, երեխայի երկու զոհված զինվոր ունի հայրենիքի համար հերոս, մորն ու հորը ասել է հələ դուք կտենաք ձերդ ինչ եմ անելու։ Այ փնթի լիրբ, ինչ ես անելու։ Ասաց մոր սրանից հետո էլ ինչ ես անում, ինչ ես անելու, այ ոչինչ։ Այ մանդավոշկայի պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանում, սիֆիլիսի եւ նման վեներական 150 հիվանդությունների պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանում, ախրանիկներդ մեռան վեներական ընկնելով ու գործից թռնելով, ինչ ես անում։ Ինչ պետք է անես դու զոհվածի ծնողներին, հա? Ինչ անես։ Սպանես, մարդկանց արդեն սպանել ես։ Այսինքն լկտի պահված Եռաբլուրում ու մատ թափ տալով, մատը համապատասխան տեղ դնեն մտցնելու ժողովուրդը, շուտով, շատ շուտով, ժողովուրդը քեզ ամուսնուտ մյուսներին։ Այսօր Գետաշենի Գետաշենի անկման օրն է, հանձնման, չէ։ Գետաշենի ինչու ընկավ, որովհետև Գետաշենի դեմ կազմակերպվեց ռուսական զորքերի կողմից եւ Ադրբեջանի միասին եղբայրության իրար ծոց մտան լպստվան, կոլցո գործողություն, հարձակվեցին Գետաշենի ենթաշրջանի վրա, որտեղ կար Գետաշեն, Մարտունաշեն, Կամո եւ Ազատ գյուղերը, որը մտնում էր մեր Արցախի Ելենդորֆի շրջանի մեջ, որը բռնակցել էին Ադրբեջանին, եւ այստեղ ապրում էր մոտավորապես բոլոր իրար 4-ից 10,000 մարդ, որ ոչ մեկ կոնկրետ թիվը չի ասում, կողքի գյուղերով, եւ Գետաշենը որպես Արցախի դուռ ամրոց եւ մշտական հայկական բնակավայր դարերով մեր թվարկությունից առաջ սկսած այդտեղ հայերը ապրել են, եղել են Գետաշենի տարածքում մենք ունեցել ենք իշխանություն, որը ուտիքի շակաշան մասնա գարդման իշխանություն, Փարիսոսի թագավորություն, Գետաշենում եղել են միշտ ուզել են կոտրել Գետաշենի կամքը եւ ստացվեց դա վերջում կրկին անգամ ռուսների ձեռքով։ Ես պատմական փաստերն եմ ասում, սա է միջալոց համապատասխան թող ռուսամերները լսեն, եթե հանգարց սխալ պահեն, բոլորդ կարակայես փաստերը, վրան փաթաթեք տոլ, վրան փաթաթեք 18 շուշաթուղթ, մեջը դնեք կերան ու համապատասխան տեղերը մտցնեք։ Ուրեմն Գետաշենը, բացի լինելով բնիկ հայկական տարածք, 1626 թվականին հիշատակվում է, որ Վրաստանի զորքերը իբր թե արշավելով Գանձակի խանության դեմ եկել եւ թալանել են Գետաշեն եւ հարակից հայկական գյուղերը։ Վրացիները, այս են հիմարները, որ Վրաստան նկարվում, ասում են, ինչ եղե, որ մեր եղբայրն է, մի հատ վրացի Հայաստանի նկար չի գցում։ Այն մարմնավաճառ նարկաման վրացիներ, որ կնիկները մարմնավաճառ են, տղեկը նարկաման, կնիկներն են նարկաման։ Այն վրացիները, որոնց 300,000-ը Եվրոպայի բերդերում պդում է, այն վրացիները, որտեղ դեղը ձրի է։ Եկել թալանել է։ Նրանից հետո այստեղ հայկական իշխանությունը, որ եղել է, Քամալ բեկի գլխավորությամբ 1677 թվականին կառուցվել է եկեղեցի։ Տարածքը եղել է Մելիք Հովնան Բեգլարի տարածքը։ Սա Արցախի բուն հայկական ուտիքի եւ Արցախի բուն հայկական տարածքն է։ Բնակչությունը 100%-ով հայեր, 100%-ով։ Հետագայում քոչվոր թաթարները փորձում են մտնել, բայց լրիվ չեն կարողանում։ Մի տուն, երկու տուն կողքի գյուղերը կարողանում են փոքր մտնել։ 1906 թվականին ռուսական կայսերական զորքերը հայ-թաթարական կռիվները, բախումները, որ եղավ 1905 թվականին, ռուսական զորքերը հատուկ մտնում են Արցախ, գալիս հասնում են Գետաշեն եւ կոտորում են գետաշենցիներին, արձակելով հրանոթային
մի քանի զարկ են տալիս թնդանոթով, կործանում են տները եւ այլն, գետաշենցիներին խաղաղացնում եւ սկսում են թաթարներին բնակեցնել այստեղ։ Նրանից հետո Գետաշենը այդ ժամանակ տալիս է զոհերի քանակը չեն նշում, ըստ մոտավոր տվյալների լինում է 50-ից 100 զոհ։ Այս հայաբնակ Ամուր Բերդը 1991 թվականին այսօրով կազմակերպած գործողություններ ռուսական հատուկ ծառայության Ադրբեջանի օմոնի եւ ռուսական օմոն հատուկ ծառայության հրամանատար Սաֆոնով, որը Ռոստովի մարզի Շախտի թե Շախտինսկի քաղաքից էր, կազմակերպեց Գետաշենի Մարտոնաշենի եւ Կամո Ազատի ոչ միայն հայաթափում, այլև կոտորածը մարդուն, եթե կոտորում է այլ երկրի պետական զորք եւ այդքա վտարում է 100-ից ավելի զոհեր, ոչ մեկ այս մասին չի ասում, ընկել են սուտ Խոջալուշ, սուտ եսիմիջ, Բաքվի ջարդերից չեն խոսում, Սումգայիթի ջարդերից չեն խոսում։ Մենակ ինչից եք ուզում խոսալ, Աննայի հետևից, շուշաթուղթը փաթաթեք ցանկացած ստոլբի վրա մտցրեք հետևը, հանգստանա գոնետի, քիչ քերվեն։ Եվ 100-ից ավելի զոհ է տալիս, հայերից շատերին բռնում տանում են Գանձակ, թուրքական մասը, կորցնում են 1991 թվականին կեսին մորթում կախաղան, զոհվածներից են մեր հայազգի հերոսներ, Թաթուլ Կրպեյան, Աչիգյոզյան Սիմոն, Հրաշ Դանելյան, Վալերի Նազարեցյան եւ Զարզանտ։ Կարծեմ Հրաշ Դանելյանի արձականն է լինում Զարզանտ, եթե չեմ սխալ։ Ու մի շարք հայեր ընդհանուր առմամբ 100-ից ավել մարդ է մահացել։ Եվ այստեղից տեղը հանում են 10,000 հոգի, որից հետո հերթահասնելու էր Շաումյանին։ Գետաշենի դատարկումը, ասել եմ, Գետաշենի դատարկման համար Անդրանիկ Մարգարյանը Շաումյանի Գետաշենի դատարկման համար մեղադրում էր ում Վազգեն Մանուկյանին։ Վազգեն Մանուկյանին, որը Լևոնի քիպն էր, ստից խաղեր տվին իբր իրար դեմ էր, հիմա եկել էր այս վերջի անգամ, որ Գերեզմանից Արտաշիրի մել հանել էին, եկել էր Նիկոլ Սերժ ու Քոչաներ իբր խաղում։ Հա? Ըստ շատ երևույթների կնիկը ջհուդ ասում են։ Չնայած իմ համար էական չի, ես իր կնգան տեսել եմ, կենթանի մեռելից ավելի վախենալու։ Ինքը կարա առանց գրիմ կաշեի բեսմերտնի խաղա։ Ու հանձնել են իրան, կայո, հանձնել են, ծախել են, ոնց որ Գետաշենը, ոնց որ Շահամյանը, ոնց որ Մարդակերտը։ Ու մնացածը։ Հետո էլ հելել են ազգային են խաղում, Գերեզմանից Արտաշիրի մել բերել էին, իբր ցույցի էր կանգնած, Բիզենցիստիտը վրեն 3 րոպե մեկ դեմը վազած բառում էր զուգարան, գալ 2 բառ ասում էր, դեմը բռնած վազում էր զուգարան։ Էս էր ձեր վերած մարդը։ Փառք ու պատիվ են հայերին, ովքեր ընկել են, իրանց անունը միշտ հիշվելու է, կա ու կմնա, Գետաշենը ընդմիշտ չի հանձնվել ոչ մի հող, բոլորը ազատագրվելու է, ով որ մտածում է Արցախը չկա ու այսօր դերասանությունները անում, չկա արդեն ուրիշ հարցեր, նա հայազգի ամենամեծ դավաճանն է։ Իմիջիայլոց գնամ մի քիչ էլ առաջ։ Արցախցիները հանեցին վրանը։ Այդ լավ տղեկներ, որ մինչև վերջ պարապելու եք, տարե դրել են Արցախի ներկայացուցչության մեջ։ Եղած չեղած մի հաշվա վրան ընդեղ եք դրել։ Հանել եք Քոչարի 13-ա, 61-ա, 63-ա, ինչ որ է։ Ինչ եք հանե վրանը այդ։ Վրանը ինչ էր դրած ազատության հրապարակում, որ ասնող դառնող տեստե Արցախի համար պայքարում եք։ Հիմա սրանք 2 ամսով մերժել են, երկարաձգել են ծրագիրը։ Տեսնում եք ոնց են խափում։ Տեսնում եք, որ այդքան ժողովրդին է դուք խապիկ, այսինքն կազմակերպիչներ, երեստերիտ եմ ասում։ Նախ որ այդ վրանը վերիք դրեցիք, միլիոններ ծախսեցիք, ոչ մի բան չստացաք, անցած ամսի քանիսից եք դրել 7-ից 20 անգամ 30,000 է ձեզ էլի եմ կրկնում, ամոթ ձեզ 23 անգամ 30,000 անգամ գետին է մտնեք։ Այդ բեմի գիններ, չհաշված ձեր ուտելիքը, զղկտվելիքը տե, հեչից մի օրը նստում էր 20-ից 30,000 փող, 23 անգամ 30,000 անգամ գետինը մտնեք։ Այդ քեզ անում է 690,000 փող։ 690,000 փողին 20,000-նոց քանի տուն կտայք արցախցիներին։ Հա? Հարց եմ տալիս ձեզ։ 690,000-700,000-ին բաժանեք 20,000-ով ինչ անում։ Հա? 5-7 անգամ 5 էլ 35 տուն։ Հա? 35 տուն կտայք արցախցիներին։
տայք բա։ Այտենց ավելի շատ հարց կլուծեք։ 700,000-ը բաժանեք այդ 50,000 մարդուն, մարդը ինչքան փող էր գալիս։ Բաժանեք, ասեք ես մեր կողմից ձեզ նվեր։ Այդ 700,000-ը բաժանեք 50,000-ը։ Ասեք ես ձեզ նվեր մարդը։ Կապ չունի, այսքան փող տարեք դու։ Գեդինը մտնեք դուք։ Այսենց եք պայքարում։ Եկաք դավաճանի պես էլի նստակ, սուտի գոռացիք, փակիք տարակ։ Տանեք դնենք Քոչար։ Քոչար մի դրեք։ Տարածք ունե մարդիկի շրջան։ Տարեք ընդ սիրուն հողի վրա դրեք, պայքարեք։ Նվեր եմ տալիս, ով ասում, գնացեք դրեք էդի։ Պայքարեք հողի վրա դրեք ու պայքարեք։ Նվեր եմ տալիս, որ դնեք պայքարեք, ոչ թե նվեր եմ տալիս, որ ինչ ուզեք սարքեք, ապականեկան, ես իմ թուրանվորեք։ Պայքարողից տեսեք, հանի տարան դրին բանի ներկայացուցչության տարածքում վրանը, դե դրել եք որ ինչ։ Ամառը հովի վրանում նստեք բլոտ խաղաք։ Բուկետ բերանը ոնց են բացում մարդու այ մարդ։ Անցնենք հաջորդ հարցին, որ այսօր ուրեմն Ուկրաինայի համար եվրոպացիները որոշել են հավաքել 25,000 զինվոր, որից 10,000-ը տրամադրում է Ֆրանսիան, 10,000-ը տրամադրում է Մեծ Բրիտանիան, որպեսզի խաղաղապահ կանգնի։ Ինչպես արդեն ասացի, Ամերիկան առաջարկում է, որ միայն Ղրիմը մնա Ռուսին, մնացածը Ուկրաինան հետ ստանա։ Իմ համար, ես որպես, եթե սա իմ անձնական կարծիքն է, եթե ես լինեի Ուկրաինայի ղեկավարը, ջհուդ չլինեի, թեկուզ հայ լինեի, ես կհամաձայնվեի, քանի որ այսօրվա տարածքի Ուկրաինայի, ասենք, գրավվածը 16 կամ 15%-ը 60-70,000, հա, Ղրիմն էլ հետը, թող Ղրիմը տային մնացածը Դոնեցկով, Լուգանսկով, Ազովի ծովով եւ այլն, թող մնար Ուկրաինային, այդքան մարդ չմեռներ, որը մոտավորապես 1000 հոգի ուկրաինացի, հիմա քիչ ամանում 300 հոգի ուկրաինացի, իմիջիալոց հեսա կասեմ տվյալները 1000 հոգի ռուս։ Բայց էսա վիճակը թող կանգնեցնեն, մարդիկ մեղք է։ Մեկը շատ ծանր է վիճակը, երկու կողմներ։ Ես ռուսին չեմ պաշտպանում, թքած ունեմ ռուսի վրա։ Ես ասում եմ, որ խաղաղություն կանգնի, եթե երկրի ղեկավարը իրոք լիներ գոնե ոչ ջհուդ։ Հիմա ասեմ տարբերությունը պատերազմի, որը հաշվարկել են ու ներկայացրել են ինչպես նաև ռուսական ալիքները, որը խայտարակություն է։ Ուրեմն պատերազմը, որ սկսվեց, Ռուսաստանը բնականաբար ուներ Ուկրաինայից ամեն զենքը 10 անգամ շատ, զենքեր կար երևի մի 50-100 անգամ շատ կամ 2000 անգամ շատ, բայց այսօրվա դրությամբ Ռուսաստանի զենքերի մոտավորապես 35-ից 50%-ը վերացել է։ Ռուսաստանը այսօր արտադրում է, ասենք, 100 տանկ, կորցնում է 450 տանկ։ Ուրեմն եթե կռվի սկզբում համեմատական էին բերել եվրոպացիները, միջալոցա բրիտանական հետախուզության տվյալներն, հա, ասենք 1 ռուսի դիմաց 5 ուկրաինացի էր մահանում, 1 խփված ռուսական տանկի դիմաց 5 ուկրաինական տանկ էր խփվում, այսօր խայտարակություն են կատարվում։ Այսօր 1.5 ռուսի դիմաց 1 ուկրաինացի է վերանում։ Եվ Ուկրաինան ոչ թե սկսեց արտադրել Ռուսաստանի պես անսահմանափակ տանկեր, որտեղ ուկրաինացիները արդեն շարքից անել են մոտավորապես 2-3 հազար տանկ, դա ռուսական 12,000 տանկի բազայի, ես ինչքան արդեն 20%-ից ավելն է, 30% է գալիս։ Այլ Ուկրաինան սկսեց արտադրել տեղական հիմնականում դրոնները, որով հարվածում է ամեն ինչի, նույնիսկ փոքր դրոնները, էժան դրոնները, որով հարվածում է ռուսական թեկուզ անհատական հարձակվողներին, ռուսները մշակեցին ձև, որ 45 թվականի նման մոտոցիկլետներով, ոնց որ ֆրիցներն էին անում գերմանական, 1 կամ 2-3 հոգանոց խմբերով, դրանցը խփում են փոքր դրոններով։ Ու արդյունքը այն է դուս եկել, որ ռուսական զորքերը ավելի շատ են մահանում, ռուսական բանակը ավելի մեծ կորուստ ունի, քան ուկրաինական բանակը։ Հաշվի առնելով, որ ուկրաինական բանակը ճակատում 1,100,000, ռուսականը 1,500,000, հա 2 միլիոնը ռեզերվ ռուսը ունի, 400-500,000 ռեզերվ է Ուկրաինան ունի, այսպես է հաշվում։ Բայց պատերազմը չի ավարտվել Ռուսաստանի հաղթանակով, որտեղ 1.5-ի դեպքում, եթե Պուտինը վիզեր դրե, ինչ էր ասում Պուտինը, մենք այնքան իրանց կմաշստենք, մինչև ստիպված կհանձնվեն, բայց հակառակը դուրս եկավ։ Իմիջիալոց ասեմ ձեզ, որ Չինաստանին նենց են վախեցրել արևմուտքը, որ Չինաստանը բոլոր այդ տանկերի եւ մնացած բաները Ռուսաստանից հանում է ինչ արտադրել է, իսկ ինչն էլ տվել է, էլ չի տալիս։ Սա Պուտինի կրիզիսն է,
Բայց Եվրոպան արևմուտքն այնքան հիմար չէ, որտեղ եթե Եվրոպան ցանկանար Ուկրաինան հաղթել, վաղուց էր Ուկրաինան հաղթել եւ Ազովի նման նվիրված տղեկին չէր թողնի, որ մինչև վերջ գնդակարեն։ Իհարկե մնացին մի քանի 100 հոգի, բայց մինչև վերջ վերացնեն։ Որտեղ իրենք վախեցան Ազովի նման տղեկից, որոնք մինչև վերջ մահապարտի նման կանգնեցին այդ վերջի թեկուզ մի քանի 100 հոգիներ, կանգնած էին չէին զիջում։ Իսկ ցանկացած այդ մի քանի 100 հոգում կարող են միանալ մի քանի տասնյակ հազար հոգի Ուկրաինայի դեմ էլ Եվրոպան էլ չէր կարող։ Բայց այս հարցն էլ է լուծվելու։ Այս հարցը լուծվելու է։ Հաջորդ հարվածը ստանալու է Ռուսը Բելարուսով։ Այնտեղ կսկսի նորից ժողովրդական եւ այլն, մի խոսքով, քանդելը շարունակվելու է։ Իսկ իմիջիալոց Ռուսաստանը էստավյալը ունի եւ բավական զայրացած է, որ հսկական քանակությամբ հրթիռներ են տրամադրել, նաեւ Իսրայելը 800-ից ավել Պետրիոտ հրթիռ, իրականում երևի մի քանի հազար, որը Ուկրաինա օգտագործի Ուկրաինան ռուսների դեմ։ Այնպես որ պատերազմը այնտեղն է, որ ով ինչ կարած է ոնց ուզե ծախել է, ով որտեղից ինչ կարած է ծախե փող առը։ Իմիջիալոց ուզում եմ նաեւ հարց տալ բոլորիդ կրկին անգամ, որ տեսեք, այս պատերազմի մեջ առաջ օրից կորում են կեսը ու Ուկրաինա, կեսը կորում են ու Ռուսաստան։ Ոչ Ուկրաինային են պաշտպանում, ոչ Ռուսաստանը, ես հայերին եմ պաշտպանում։ Բայց որ այս պատերազմում Ռուսաստանը հաղթի, Հայաստանի համար սա կործանարար է։ Իսկ եթե Ուկրաինան հաղթի, սա բնականաբար շատ լավ է, որտեղ Ուկրաինան չի դառնա միջազգային պետություն, սա արդեն պարզ է, կյանքում չի դառնա կայսրություն ու չի սպառնա Հայաստանին, իսկ Ռուսաստանը կսպառնա։ Դրա համար Ուկրաինայի հաղթանակը մեր համար ընդունելի։ Ինչքան է ուկրաինացիները իրենց պաստառներին գրում էին Ղարաբաղցի Ադրբեջան եւ այլն եւ այլն։ Պարզ է։ Սա Ուկրաինայի մասին։ Եվ ուզում եմ մի բան ասել, հայտարարություն, որը վերջում նորից կկրկնեմ։ Մի քանի օր առաջ հայտարարություն եմ արել, այն տղեն, որ իրան համարում է հայ տղա, մանավանդ կռվածները, մանավանդ գնդապետներ, գեներալներ եւ այլ պաշտոնյաներ դիմում են պաշտոնապես ձեզ։ Ասել եմ մի հատ ձեր անունով ներկայացեք, ես Գագիկ Թադևոսյանս դեմ եմ, որ Սև Հովազ Գասպարյան Սերոփին ձեր պակալեն, որտեղ նա հայազգի դեմ ոչինչ չի արել, սուտ զրպարտանք է, որ նա փորձել է հեղաշրջում կազմակերպել։ Սա Նիկոլ Փաշինյանի հերթական քաղաքական բանտարկյալն է, ազատ արձակել։ Մեկը ձեն չեք անե։ Հետո ոնց եք նայելու աշկերիս մեջ, ասեք մենք կռվող տղա ենք, դուխով ենք, պետք եղավ գակ ջան թիկունքիդ կանգնած ենք։ Առաջինը ասենք ասի չլսի։ Ես հիմա ձեն չեմ անում, սպասում եմ էլի մի քանի օր։ Եթե չեք ներկայացել այսպեսի ձևով, այլ ոչ մեկը չգաք ասեք ես լավ կռվող տղա եմ, պետք է եղած ժամանակ ձեր հետ եմ, որտեղ հաստատ Գասպարյան Սերոփը եւ իր եղբայր Գասպարյան Ռուստամը ինձանից 100 տրիլիոն անգամ ավելի շատ են արել հայազգի հանդեպ, քան ես։ Ես իմ ներդրումը համարում եմ շատ համեստ 0.1%։ Պարզ է։ Սա այս մասով մի փոքր կներկայացնեմ Հնդկաստան-Պակիստան իրավիճակը եւ այսքանով կավարտենք։ Նախ Հնդկաստան-Պակիստան իրավիճակը թեժանալուց բացի, ասել եմ շատ է ձեր տալիս աշխարհին, որ այստեղ ատոմային կռիվ լինի։ Այսօրվա դրությամբ Քաշմիրի ժողովուրդը դողումը վախի մեջ է, որովհետև պատերազմը սկսելուց ցանկացած ժամանակ իրենց են սպանել, թե այն կողմից են սպանել, թե այս կողմից, չնայած Քաշմիրի ժողովուրդը մամեդականներ են, բայց ասում եմ մեր համար տարբերություն չկար, քանի որ պակիստանցիք իբր խփելով հնդիկներին ռմբակոծում էին մեզ, մենք մնացել ենք թատերապե։ Իսկ հնդիկները մեղավոր են ճանաչում քաշմիրցիներին, քանի որ քաշմիրցիները մամեդական են եւ նրանցից մի մասը հարում է մամեդական Պակիստանին, դրա համար էլ թողել են տերորիստների բայել իրենց տան մեջ։ Ամենայն դեպս պատերազմի սկսվում է, դեռ այդպես մեծ թափ չի ստացել, սկսում է հրանոթները աշխատել դեռ եւ ավտոմատային կրակահերթերը, բայց պատերազմը չի թեվակողել ոչ օդային, ոչ հրթիռային տարբերակների։ Հիմա ինչպիսի այստեղ հարցեր կան։ Նախ Պակիստանը լինելով Չինաստանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի դաշնակից, նա պիտի կործանվի։ Սրա մասին միջայլոց արևմուտքը ասում է, որ այո, պիտի վերածվի, որտեղ Պակիստանը շատ արագ բնակչությունը շատացավ եւ շատ կեղտոտ խաղերի գնաց։ Ելնելով արևմուտքի տակից լպստվեց ռուսներին ու թուրքերին, դրա համար իրեն պատժելու են։ Սա էսպես։ Պակիստանի տնտեսությունը խայտարակ իրավիճակում է, ջուրը փակել են արդեն հնդիկները, որը Պակիստանին զրկելու է 80% բերքից, այսինքն սովամա, բառի բուն իմաստով սովամա։ Իսկ աշխարհում չկա որևէ մի պետություն կամ
ասենք բարեգործական ընկերություն, որը կարողանա 230 միլիոն մարդուն սնունդ հասցնի։ Չկա, ուղղակի չկա։ Այստեղ որ սովը սկսվեց, մի քանի տասնյակ միլիոններով եմ նահանալու։ Հիշեցնեմ ձեզ, որ 1907 թվականին, եթե չեմ սխալվում, 10 կամ 20-րդ դարի սկիզբն էր, թիվը սխալ չասեմ, Չինաստանում մի ղեկավար էին նշանակել Դավաճան ազգի Նիկոլ, որը սովից այդ տարի սպանեց 70 միլիոն մարդու, ժողովուրդ, սովից 70 միլիոն, թիվը պատկերացնեք, չէ՞։ Ահա այսպիսի բաներ լինում է, Ասիայի կյանքը շատ դաժան է, որտեղ բնակչությունը ահավոր շատ է, եւ ինչպես գիտեք, ցանկացած դեպքում չհամարեք ինձ մարդուն կենթանու հետ համեմատող, ուղղակի ասեմ ձեզ, տեսել եք Ավստրալիայի մկների գրոհը, որ 400 միլիոն մուկ 3 օր հարձակվում են ցանկատարածությունները վերացնում են, չգիտեմ որտեղից են դուրս գալիս, ու 3 օր հետո 400 միլիոնը սատկում են ու ոչ մեկ չգիտի ինչից են սատկում։ Միշտ է սենց է, կենթանիների թե մարդն էլ է այսպես, երբ որ շատ են շատանում, դրանք բացի պատերազմներից նաև ինքնավերացման process են գնում։ Ցավոք սրտի մեր երկրագունդն է մի քանի անգամ ինքնավերացման process-ի է գնացել, մենք նրա վերջին սերունդն ենք արիացիները, մենք կգնանք ատոմայինից թե ինչից, սա արդեն հարցի երկրորդ մասն է, բայց ըստ բավական ռեալ տվյալների 5 մնացած քաղաքակրթություններն վերացել են ատոմային զենքից։ Այսքանով ավարտում եմ այսօրվա հաղորդումը, մի վախեցեք, վրաց չասեք, ատոմային կռիվ սկսվա, ատոմայինի մասին ես խոսել եմ։ Մանավանդ Հնդկաստանի ու Պակիստանի ունեցած այդքան էլ շատ չի։ Ամեն մեկինը 100-ատա։ Համենայն դեպս հիշեցնեմ ձեզ, որ մեր թշնամիների վերանալը մեր օգուտն է։ Հաղորդումը ավարտում ենք մեր մշտական բարեմաղթանքով եւ ուղարկում ենք արտերկինք, Աստված թող արժանի պատժի հայ ազգի ներքին ու արտաքին թշնամիներին, Աստված թող արժանին պատժի ամալեկների թշնամիներին։ Հաջորդ տարին Արցախում, հաջորդ տարին Նախիջևանում, հաջորդ տարին Գանձակում եւ Բագարանում, հաջորդ տարին Մուշում, Վանում, Արտինում, Տրաբզոնում, Սինոպում, անունները փոխենք Բաբերթում, Սասունում, Կիլիկիայում, Կարինում, Անգորայում եւ Պոլսում։ Ամեն